Արագածի հյուսիսային գագաթի լանջին ձնահյուսի տակ ընկած Իսպանիայի 9 քաղաքացիներից 6-ն այս պահին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում է։ Մեկը մահացել է, երկուսը հիվանդանոց տեղափոխվելու կարիք չի ունեցել։ Հիվանդանոցում գտնվողներն էմոցիոնալ ծանր վիճակում են։ Արշավական ընկեր են կորցրել։ Բժշկական միջամտությունների արանքում երեկվա ողբերգական իրադարձությունների մասին 53-ամյա Բալեստեր Ջորդին համաձայնեց պատմել. There was an avalanche. Ձնահյուս էր, մենք գրեթե լանջի գագաթին էինք, բոլորս ձնահյուսի մեջ ընկանք։ All the nine we fell inside the avalanche. Հեռավոր Կատալոնիայում ապրող ընտանիքի հետ արդեն կապվել է, հույս ունի հնարավորինս շուտ հարազատներին տեսնել։ Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, վստահեցնում է բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը։ Կային տարբեր մարմնական վնասվածքներ, կոտրվածքներ, բայց կյանքին վտանգ սպառնացող վիճակ տվյալ պահին չունենք, վերակենդանացման բաժանմունքում պացիենտներ չունենք։ Լեռնադահուկային սպորտի իսպանացի սիրահարների խումբը Արագածի ամենաբարձր հյուսիսային գագաթը միայնակ է փորձել հաղթահարել։ Տեղացի ուղեկցորդի ծառայություններից չեն օգտվել։ Նախապես կարծել են, թե մեծ ռիսկ չկա։ Yes, we check it. Այո, ստուգել էինք, մեծ ռիսկ չկար, որովհետև ձյունը քիչ էր։ A lot of risk because there is few snow, and yesterday we tried to do the north summit of Aragats. Եվ երեք փորձեցինք Արագածի հյուսիսային գագաթը։ Վերջն այնքան էլ լավ չէր, ինչպես թվում էր։ The last couloir it was not. Իսկ ինչու որոշեցին օտար երկրում նման քայլի դիմել։ We always practice this sport. Մենք մշտապես զբաղվում ենք այս մարզաձևով առանց ուղեկցորդի։ Վերջին 25-ից 30 տարիներին այսպես ենք արել։ 25 or 30 years we used to do it like this. Ես իրանց հանդիպել եմ բանում Արագածի վրա մեր կողմից, ծանոթացել, հարցրել ու ինչ-որ կոնտակտային տվյալներ եմ տվել։ Խնդրելու պահանջել եմ, որ զեկուցեն այն տեղերից, որը ես իրանց ցույց եմ տվել, որ կապ կա տեղ, 3G կա։ Իրանք ոնց որ անտեսել են չգրված օրենքները լեռնագնացության ու առանց լեռնային ուղեկցորդի բարձրացել են սար, այդ նույն ձևեր անտեսեցին իմ խնդրանքն ու պահանջը, բայց ես կարողացա ստիպեմ նրանք իմ համարը գրեն իրենց հեռախոսի մեջ։ Ցավոք թերագնահատեցին մեզ, գերագնահատեցին իրանց ու զոհ տվեցին։ Կատարվածի մասին ահազանգը ստացվել է ժամը 15-ից հետո։ Փրկարարներին դիմել է մինչ այս միջադեպը արշավականներին հանդիպած Մոնթե Հարությունյանը։ Լեռնային ուղեկցորդն այսօր էլ Արագածի լանջերին էր։ Իրադարձությունների հաջորդականությունն է ներկայացնում։ Իրանք բախտը բերել է, որովհետև իրանք գտել են կապ, որը այդ կողմերի համար շատ հազվագյուտ բան է։ Իսպանացիները կատարվածից հետո կարողացել են զանգահարել իր ընկերներից մեկին, զանգերի շղթանի վերջո իրեն է հասել եւ հենց ինքն է գործի անցել։ Զանգել է փրկարար ծառայություն դիմել Armenian Helicopters ընկերություն, որի ուղղաթիռներն էլ ի վերջո դեպքի վայր հասան։ Ներքին գործերի նախարարության արձագանքից դժգոհ է, վստահ է, հնարավոր էր ամեն ինչ ավելի շուտ կազմակերպել։ Այնից ես հասկացա, որ ինձ հարցեր են տալի, որոնց կարիքը չկա, որ գործողությունների են գնում, որոնց կարիքը չկա, ու այդ ընթացքում մի հոգի մահանում է, 3 հոգին էլ մահամերձ են լինում։ Ես նստում եմ տաքսի, բյուրականից գնում եմ Արագած գյուղ, հանդիպում եմ մեր լեռնագնաց տղեկի, ինչ որ հայ-ռուսական, փրկարարական ինչ որ նախաձեռնող խմբի ինչ որ ինստրուկտորի, Թռիչք արշավային ակումբի 2 ուղեկցորդների։ Հարությունյանի խոսքով վերջին վիրավորին իջեցրել են մոտավորապես ժամը 19-ին։ Այնինչ լեռներում աշխատող ուղեկցորդը պնդում է, այս աշխատանքները պետք էր մի քանի անգամ ավելի արագ անել։ Պատկերացրեք, երբ որ դուք մի երկրում եք ապրում, որտեղ տեխնիկապես հնարավոր է ձեզ փրկել, ու դուք ինչ որ զանգերի ու բյուրոկրատ ինչ որ խնդիրների հետևանքով կորցնում եք ձեր վերջույթներից ինչ որ մեկը, հոգեկան առողջությունը կամ էլ աստվածչանի կյանքը։
Այն, որ փրկարարական աշխատանքներին նաև լեռնագնացներն են մասնակցել, չի թաքցնում նաև ներքին գործերի նախարարությունը։ Այսօր նրանց նաև Արագած հիդրոէլեկտրակայանի աշխատակիցն է օգնել։ Պետական մարմինը 3 հաղորդել էր, թե մեկ քաղաքացի անհետ կորած է եւ միայն այսօր են նրա դին հայտնաբերել։ Լեռնագնացները մինչդեռ ընդգծում են, ներքին գործերի նախարարությունը սխալ տեղեկություն է հրապարակել, մարմինը 3 արդեն գտել էին։ Փրկարարները սակայն դին չէին իջեցրել։ Արագածի լանջից մարմինն այսօր մոտ 3 կիլոմետր ոտքով են իջեցրել, հետո ամենագնացով մոտեցրել շտապ օգնության մեքենային։ 3 ողբերգությունից հետո միայն հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը հայտարարեց, թե ձյան զանգվածները լեռնային շրջաններում սկսում են ակտիվորեն հալվել։ Ձնահյուսերի վտանգի հավանականությունը մեծանում է ու կոչ արեց խուսափել լեռներ այցելություններից։ Մոնթե Հարությունյանն ասում է, ոչ թե պետք էր հորդորել ընդհանրապես խուսափել, այլ առանց ուղեկցորդների լեռներ չգնալ։